Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել։ Հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն եւ հրապարակային դարձնել այն։ Նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել հիմնված մարդկային հիմնարար արժեքների եւ արժանապատվության վրա։ Լյոխ լավա լինելու բոլորի հետ միասին մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, նշել է Վարդանյանը, ասելով պատրաստ է գնալ մինչև վերջ։ Վարդանյանը շեշտել է, որ իրեն 1987 թվականից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում։ Պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու։ Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը ի ափսոսանք բոլոր կողմերի, նշել է նա։ Ուշագրավ է, որ Բաքվի բանտում գտնվող եւ այնտեղ ֆիզիկական բռնության ենթարկվող Ռուբեն Վարդանյանն Արցախի մասին խոսելիս բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, ովքեր չեն արտաբերում այն, իսկ եթե դա անում են, շտապում են մի քանի անգամ ներողություն խնդրել։ Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած այս ամենին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում հարևանների հետ խաղաղությամբ հարգելով միմյանց։ Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվեց որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված։ Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել, ասել է Վարդանյանը, ով 18-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Արդեն մի քանի օր է փոխհրաձգություններ են տեղի ունենում երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև։ Նախկին նախագահների թիմակիցները հրապարակային առճակատմամբ հարցեր են պարզում, գլխավորը ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ինչպես ընդվզող մի խումբը վերածվեց լայն զանգվածի, ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարեր ու 2018-ին երրորդ անգամ չառաջադրվեր։ Սերժն է բերել Նիկոլին, հեքիաթային ու շինծութեզն արդեն ակնհայտ է դառնում, որ ստեղծվել ու տիրաժավորվել է համապատասխան գրասենյակից։ Այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը, նկատի ունենալով երրորդ նախագահի գրասենյակը։ Նախորդին էլ երկրորդ նախագահի թիմակից Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանն էր հայտարարել. հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Այո, ուզենք թե չուզենք, հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն, եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու։ Երեկ էլ արդարացման նոր թեզ իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում, նկատել է ընդդիմադիր падգամավորը։ Նախկին մի Պարման Թաթոյանը հայտարարել է, որ ՔՊ ղեկավարի եւ նախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են։ Սա վտանգավոր պահվածք է, քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու։ Երբ 2021 թվականին հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին հնարած տեսարաններ։ Նման գործելավոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների եւ գերիների ազատ արձակման համար պայքարը։ Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում հրապարակային դաշտում մեծացնել ճնշումը։ Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ։ Չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել հայրենիքի համար, իր Facebook-յան էջում գրել է Թաթոյանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին արձագանքել է վերջերս Բելարուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը։ Տեսա, որ ազգային ժողովում իմ հարցն էր քննարկվում, չգիտեի, որ փաստորեն Արարատ Միրզոյանն էր եկել իմ հետևից, փաստորեն Արարատ Միրզոյանն այդ դժվար պահին իմ կողքին հայտնվել, ես չգիտեի, որ դուռը բացեցի ու տեսա, որ Արարատ Միրզոյանն է կանգնած, ինձ թվաց, որ ուրիշ մարդ էր։
Ես չգիտեի, որ այդ դժվար պահին, որ ինձ թվում էր չեմ վերադառնա հայրենիք, որովհետև ինձ ասել էին, որ 15 օրից հետո ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, Արարատ Միրզոյանն այդ դժվար պահին եկավ եւ կողքս կանգնեց, պատվիրեց ինքնաթիռ, բերեց ինձ Հայաստան։ Այս թողնենք ժողովրդի դատողությանը, թե ինչ է կատարվել ինձ հետ, ես եմ տեսել ու զգացել, ասել են նա, իշխանություններին կոչ անելով գնահատել Գագիկ Ծառուկյանի արածը։ Բլոգերը նաև նշել է, եթե իրոք արտաքին գործերի նախարարը հարցում է արել ու պատասխաններ է ստացել, կցանկանար տեսնել դրանք։ Հիշեցնենք, որ Բելա Բաբախանյանը կալանավորվել էր Բելարուսում հակաադրբեջանական քարոզչության համար եւ Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերադարձել Հայաստան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է բլոգեր Բելա Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար իր վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից բելարուսական կողմին արված հարցման փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության տվյալ քաղաքացին կարող է ներկայանալ արտաքին գործերի նախարարություն եւ անմիջականորեն ծանոթանալ Բելարուսի ԱԳՆ-ին ուղղված Հայաստանի Հանրապետության դեսպանության համապատասխան հայտագրին եւ դրան ստացված պատասխանին։ Միաժամանակ, ինչպես համանման այլ դեպքերում, ընդունող երկրի հետ պաշտոնական հաղորդակցությանը զուգահեռ Մինսկում Հայաստանի Հանրապետության հյուպատոսն իր գործառույթների շրջանակում մշտական կապի մեջ է եղել ձերբակալված քաղաքացու ընտանիքի անդամների հետ, նշել է ԱԳՆ խոսնակը, պատասխանելով Armenpress-ի հարցին։ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում ներողություն է խնդրել նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կնոջից։ Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որ ինձ ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է։ Խոսքը Ալբարդի մասին է։ Եթե ես ձեր ու ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ։ Խնդրում եմ ինձ ներեք։ Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որին պատճառով եւս մեկ մարդ այստեղ տարապում է բոլորիս հետ միասին, նշել է նա։ Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի եւ պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար։ Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի։ Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին։ Ինձ հաջողվեց դա կանգնեցնել եւ մի փոքր փոխել պատմության ընթացքը, հավելել էր Ռուբեն Վարդանյանը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացել է 40 զինծառայող, որի ծառայության հետ կապված հանգամանքներում 27 զինծառայող, հակառակորդի կողմից 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով 5, որից մեկը ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնել 7, ճանապարհատրանսպորտային պատահար 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում 1, ավիավթար 2, հիվանդություն 3, որից մեկը ԵԿՄ անդամ եւ դժբախտ պատահար 1, ծառայության հետ չկապված հանգամանքներում 13 զինծառայող, հիվանդություն 3, ճանապարհատրանսպորտային պատահար 7, ինքնասպանություն 1, դժբախտ պատահար 2։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Նախորդ տարվա ընթացքում զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք, 2023 թվականին 2358 դեպք։ Թութու լավամականվամբ հայտնի բլոգերը Երևանում շրջում է BMW X5 մակնիշի ավտոմեքենայով առանց ամրակապվելու։ Այսօր մարտի 7-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն արձանագրել է խախտումը, իսկ Թութու լավան պատճառաբանում է, որ երբ ավտոմեքենան գնել է, ամրագոտին անսարք է եղել ու խոստացավ, որ 2 օրվա ընթացքում խնդիրը կվերացնի, ինչից հետո արդեն կվարի ամրակապված։ Շամշյան.com-ը վստահ է, որ հայտնի բլոգերն իր խոսքին տեր կլինի, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը հատուկ օպերացիա կիրականացնի, որը հավանաբար կկրի Թութու լավային կհյուրասիրենք Թթուլավաշ անունը։ Այսօր մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան եւ Volvo բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վիրավորվել է 1 հոգի, ում շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների եւ տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։